իսկապես դպրոցների թիվը, որոնք կարիք ունեն կապիտալ միջամտության եւ այդ թվում նոր շենքերի շատ ավելին է, քան 300-ը եւ մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ այժմ արդեն քննարկում ենք հաջորդ փուլի դպրոցները եւ իրականում մեր բավականին մեծ թվով դպրոցներ, շուրջ 700-ից 800 դպրոցներ դեռևս այդպիսի անհրաժեշտ միջամտության կարիք են ունենալու մեր ուրեմն այս ծրագիրը ամփոփելուց հետո, ինչ վերաբերում է Կապանի թիվ 10 դպրոցին, ապա բնականաբար մենք տեղեկացված ենք շենքի վատ վիճակից եւ այս հարցի շուրջ բավականին աշխատանք է արված, ասեմ, որ ի սկզբանե նաեւ դպրոցն ընդգրկված էր այն դպրոցների ցանկում, որտեղ պետք է նոր շենք կառուցեն կամ վերակառուցում արվի։ Հիմնական խնդիրը կապված է տեղանքի հետ եւ ընդհանուր առմամբ այդ տեղանքը այնպիսին է եւ տարիների ընթացքում այնպիսի խիտ կառուցապատում է արված դպրոցի շրջակայքում, որ դա այժմ անհնար է դարձնում գոյություն ունեցող հողատարածքի վրա նոր շենքի կառուցումը, ընդհուպ միջև երբ որ խոսում ես մասնագետների հետ, ասում են, որ նույնիսկ խնդրահարույց է, թե ինչպես պետք է շինարարական տեխնիկան մոտենա դպրոցին։ Ու սա շատ կարևոր է հասկանալ, որ տարիների ընթացքում քաղաքաշինական այդ անկանոն զարգացումները շատ հաճախ բերել են նրան, որ մեր դպրոցական շենքերի բնականոն միջավայրերը էապես խախտվել են։ Մենք Երևանի կենտրոնում ունենք դպրոցներ, որոնք նույնիսկ կաթսաատուն չունեն, որովհետև օրինակ կաթսաատունը ինչ-ինչ հանգամանքներում օտարվել է եւ նույնիսկ տարրական ուրեմն պայմաններ, որոնք անհրաժեշտ են անվտանգության, տարհանման եւ այլ նպատակներով, նույնիսկ դրա համար տարածքներ չեն թողնվել։ Եվ ցավոք հիմա Կապանի թիվ 10 դպրոցի պարագայում մենք ունենք իրավիճակ, որ եղած հողատարածքը չի կարող դպրոցի նոր շենքի համար ծառայել։ Համայնքի հետ աշխատանք է արվել, երկու լուծում են առաջարկել, մեկը շուրջ 1.5 կիլոմետր հեռավորությամբ հողակտոր է, որը տվյալ թաղամասի համար դառնում է անհարմար, որտեղ թաղամասի երեխաներին սպասարկող դպրոց պիտի լինի։ Մեկ այլ լուծում առաջարկել են այնպիսի մի ուրեմն թեքության վրա, որտեղ որ դպրոցի արժեքի չափով պիտի հենապատ կառուցվի, որպեսզի հնարավոր լինի այդտեղ դպրոցական շենք ունենալ, եւ հիմա քննարկում ենք նաեւ այլ հնարավոր լուծումներ, դուք առաջարկել եք նաեւ մասնավոր տարածք դիտարկել, այս հարցը նույնպես համայնքի հետ քննարկվում է եւ եթե որևէ ընդունելի տարածք առաջարկվի, ապա հանրային գերակաշահի կամ այլ եղանակով մենք պատրաստ ենք դպրոցի խնդիրը լուծել, սակայն լուծումը պետք է լինի այնպիսին, որպեսզի դա լինի տրամաբանական եւ ընդունելի։ Շնորհակալ եմ պատասխանի համար, ես համոզված եմ, որ մեզ լսում են նաև կապանցիները։ Ես խնդրում եմ ձեզ, եթե լուծումները դուք գտնեք, ինձ էլ տեղեկացրեք, որ հասկանանք, թե որտեղ է դպրոց կառուցվելու, եթե նոր դպրոց է կառուցվելու կամ ինչ-որ մի տարածք վերանորոգվելու է, ուզում եմ հիշեցնել, որ 30 տարիների ընթացքում համարյա թե ոչ մի դպրոց, գրեթե ոչ մի դպրոց չի կառուցվել կամ անկապարտեզ, ես հիշում եմ, որ հովանավորներն էին անում, ոչ թե պետությունը։ Ես շնորհակալ եմ իրոք մեր իշխանությանը, որ պետությունը ստանձնել է պատասխանատվությունը եւ կառուցում է մանկապարտեզներ եւ դպրոցներ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Տիկին Ղազարյան, կարծում եմ, որ դա պետության պատասխանատվությունն է եւ այս աշխատանքը պետք է բնականաբար իր տրամաբանական հանգուցալուծմանը հասնի։ Այստեղ մի կարևոր բան էլ կուզեմ ասել, որտեղ այն նախնական տեղեկատվությունները, որ ունենք մասնավորի տարածքի հնարավոր լուծումների մասով, նաև պետք է տրամաբանական լինի եւ մարդիկ պետք է հասկանան, որ տվյալ համայնքում, տվյալ բնակավայրում դպրոցը առաջին հերթին հանրային ենթակառուցվածք է, որը ծառայելու է հենց իրենց երեխաներին։ Եվ չեմ կարծում, որ այս միջոցը պետք է դիտարկեն լրացուցիչ կներեք անհասկանալի հարստացման մեթոդ։ Եվ ցավում եմ, որ քաղաքացիական գիտակցությունն ու պատասխանատվությունը մեր որոշ ներկայացուցիչների մոտ դեռ բավարար չի, որ նույն պատասխանատվությամբ մոտենան դպրոց ունենալու հարցին եւ գտնեն լուծումներ, որոնք տրամաբանական են։ Ամեն դեպքում կարծում եմ, որ կշարունակենք աշխատանքը եւ որևէ ընդունելի լուծման կհանգենք։ Շնորհակալություն։